Շինարարության թույլտվության ժամկետների խախտման դեպքերով կազմվել է թվով 2 վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից։ Նախորդ ժամանակահատվածի համեմատ կազմված արձանագրությունների թիվը նվազել է 2-ով։ Շինություններին առանց շահագործման թույլտվության ձևակերպման շահագործելու դեպքերով կազմվել է 8 վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն, որից 4-ը աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, 1-ը հասարակական կարգի պահպանության ծառայության և 3-ը աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից։ Նախորդ ժամանակահատվածի համեմատ կազմված արձանագրությունների թիվը նվազել է 5-ով։ Ապօրինի շինությունների քանդման և հողազավթումների վերացման ուղղությամբ իրականացվել են ինքնակամ կառուցված շինությունների, ավտոտնակների և կրպակների թվով 80 ապամոնտաժման աշխատանքներ, որից 56-ը իրականացվել է քաղաքաշինության հողի վերահսկողության վարչության, հասարակական կարգի պահպանության ծառայության և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի համատեղությամբ, 22-ը աջափնյակ վարչական շրջանում, 10-ը Ավանում, 1-ը Դավթաշենում, 8-ը Կենտրոնում, 8-ը Մալաթիա Սեբաստիայում, 6-ը Նոր Նորքում, 1-ը Շենգավիթում, իսկ թվով 24-ը իրականացվել է վարչական շրջանների աշխատակազմերի կողմից իրենց նախաձեռնությամբ, որից 5-ը Աջափնյակում, 18-ը Արաբկիրում, 1-ը Քանաքեռ Զեյթունում։ Նախորդ ժամանակահատվածի համեմատ ապամոնտաժման աշխատանքների թիվը ավելացել է 32-ով։ Այսքանը, շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Խոջյան, նախ պետք է խնդրեմ արդեն սկսենք կենտրոնանալ նաև խոնավեցնող սարքերի վրա, ջրային թնդանոթների վրա, որոնք որ արդեն հավաքանու որոշմամբ կահավորման պարտադիր պահանջների մեջ են մտնում և արդեն հասկանանք մեր կառուցապատողների տեմպը այդ համապատասխան սարքավորումները ձեռք բերելու և տեղադրելու ուղղությամբ։ Շատ կարևոր է, պարոն Խոջյան, որ մեր պահանջները խախտած բոլոր կառուցապատողները պատշաճ կերպով տուգանվեն և նրանց նկատմամբ պատշաճ վարչարությունը իրականացվի, որովհետև այդ վարչարությունից նաև կախված է հաջորդ տարվա իրենց արտոնությունները։ Եվ հետևապես սա շատ կոնկրետ հանձնարարական է, պարոն Խոջյան, որևէ մի կառուցապատող, մասնավորապես խոսքը գնում է 4 ռիսկայնության կառուցապատումների մասին, ով ունի հավաքանու որոշումներից շեղում, հանկարծ չպետք է այնպես ստացվի, որ վարչարություն իր նկատմամբ իրականացված չլինի։ Այսինքն բոլոր շինհրապարակները, որոնք որ Երևան քաղաքում առկա են, որոնք որ չեն համապատասխանում հավաքանու որոշմանը, բոլորը պարտադիր պետք է տուգանվեն և բոլորի նկատմամբ վարչարությունը պետք է իրականացվի և սա այսպես եղել է, բայց ուզում եմ հատուկ շեշտել, որ այս տարի էլ ավելի մեծ քանակով և ծավալով ուշադրությունը պետք է սևեռենք դրա վրա, որովհետև նաև դրանից կախված է իրենց հաջորդ տարվա հնարավոր արտոնությունները ժամկետների երկարաձգման մասով և մենք այս պրոցեսին հետևելու ենք ամենայն ուշադրությամբ, որովհետև սա ուղղակիորեն նաև փոխկապակցված է լինելու Երևան քաղաքի սեփական եկամուտների հետ։ Սա նշանակում է բոլոր դեպքերում, երբ որ հստակ արձանագրվում է խախտումը պետք է, այդ վարչարությունը պետք է իրականացվի։ Մեր հիմնականում ապօրինի ավտոտնակների հետ կապված մեկ անգամ ես ասել եմ և ուզում եմ նորից կրկնել, սիրելի երևանցիներ, խնդրում ենք մի դիմեք ապօրինի ավտոտնակների օրինականացման համար, որովհետև Երևանի քաղաքապետարանին որևէ այլ հնարավորություն չի մնում, քան քանդել այդ ավտոտնակները, որովհետև իրավական կարգավորումները այնպիսին են, որ մենք հիմնականում չենք ունենում հնարավորություն նրանք օրինականացնելու, որովհետև այդ ավտոտնակները գտնվում են ընդհանուր օգտագործման անօտարելի հողերի վրա և քանի որ նաև չենք կարողանում, դրանից հետո մեզ կառավարության համապատասխան որոշումը 596N որոշումը պարտադրում է դրանք քանդել և
հետևապես հորդորում ենք, խնդրում ենք մի ստիպեք մեզ անընդհատ այս process-ով անցնել, որովհետև մենք սա մեր, այսպես ասած, կամքից անկախ է, մենք այդ ավտոտնակները պետք է քանդենք եւ որովհետեւ դա այնպես հստակ կառավարության որոշման մեջ գրված է։ Հետևապես, եթե նվազագույնը չեք ուզում, որ ձեր ավտոտնակը քանդենք, խնդրում ենք մի դիմեք դրա ձեր ինքնական ավտոտնակի օրինականացման համար։ Նամանավանդ եթե նա գտնվում է ընդհանուր օգտագործման հողի վրա, ինչ է նշանակում ընդհանուր օգտագործման հող, Երևան քաղաքի գլխավոր հատակագծով գեմպլանով հստակ ֆիքսված է, թե որ հողերը ինչ նշանակություն ունեն։ Եվ դուք ձեր հենց Երևան AM կայքում կարող եք տեսնել ձեր հողի նշանակությունը։ Եթե ընդհանուր օգտագործման է, խնդրում եմ ստուգեք եւ նույնիսկ եթե դիմել եք, հետ վերցրեք ձեր դիմումը, որովհետեւ մեզ այլ որևէ բան չի մնալու հնարավորություն, քան քանդել այդ ավտոտնակները։ Պարոն Խոջոյան, լույսեր թաղամասի մասով ինչ է կարել